ամուսնացանք ենք։ Տարան, Եվային տարան։ Մեկը եղավ մեզ դες բան արել։ Գնացինք հացը դրեց, համով կերանք, դե տնական արավներ 1, 2, 3, 4, տատին 5, 6։ Ուտեն գնաց հիշեցինք, որ նկարահանման է։ Ասեց ես քեզ շատ կամաց կխփեմ Եվա ջան, այ սենց կգա, անգամ չի կպնի քեզ։ Ասեցի օքեյ, ու ես այնքան սենց վստահում էի իրան, ու սենց կանգնած եմ, որ հեսա ինքը ինձ կխփի։ Ես առաջ անգամ իմիջած Եվային տեղ ենք ծանոթացել, ես մտքովս չի անցնել, որ Եվան կարող խմի այդքան լավ է։ Դե լավ, հիմա չմտածեն ես խմող եմ, ունեմ դեսպանատանը ծանոթ, որ ես վիզա եմ խփում։ 4 անգամ մեռել եմ 4-ն աղթովտարից է։ Տանից դուս ես գալի եղնիկներ են։ Ես ես եղնիկներ են։ Դե դրա համար էլ եւ բան է, էլի, հրաշալի է։ Հայ հարևաններ չկան, հարևանները եղնիկներ են։ Այսինքն մեր փոսերը, մեր պրոբկաները։ Չլծեք այդ բանը։ Ինձ հիմա մենակ մի հատ հարց է տանջում, ոնց եմ ես լողանալ։ Կակա չմեջից հանում ես, այս երկարությունը։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք նորից եթերում ենք, նորից նկարահանում ենք խոհանոցում հաղորդաշարը։ Այսօր ունենք շատ սիրուն ու շատ լավ մարդ հյուր, բայց մինչև հյուրին ասել եմ Գևը բան ունի ասելու, տենց աշխուհում կո ինչ ա եղել, ասա։ Ես միշտ սիրով ուզում եմ ողջունել մեր հետևորդներին, էլի ասել, որ բաժանորդագրվեք ընկերներ, լայքեք ընկերներ եւ կոմենտեք ընկերներ։ Շնորհակալ։ Տենց բաներ։ Իսկ հիմա մեր հյուրը, մեր շատ սիրուն, շատ լավ մարդ Եվա Բաղդասյան, բարև Եվա ջան։ Ողջույն։ Ո՞նց ես։ Ես լավ եմ, դուք ո՞նց եք։ Մենք լավ ենք, բայց պետք է իմանանք ինչ կա, չկա, քեզնից մի քիչ պատմես, որ հասկանանք մենք լավ ենք, դե չէ։ Դե նոր եմ եկել Հայաստան։ Ես գիտեմ, կես ոտը ստեղա, կես ոտը այստեղ, կես ոտը այնտեղ։ Ախպեր դու գիտես, բայց մենք չգիտենք։ Հա դե արդեն սկսում ենք զրույցը։ Այնտեղը նկատի ունի Նյու Յորքը։ Այո։ Նյու Յորք։ Մոտիկ տեղ չկա, տնաշի։ Ինչ անենք, ամուսնացանք ենք։ Տարան, Եվային տարան։ Այսինքն կյանքի բերումով ես դու Նյու Յորքում հայտնվել, ընտանիքը, բայց ոչ մշտական, այնպես է որ թղթաբանության հարցով եմ ես հիմա շատ այնտեղ գտնվում, հիմնականում ձգտում եմ լինեմ Հայաստանում։ Այդ շատ լավ է, այդ շատ լավ է։ Իսկ այդ ընթացքում որ կես ոտ ստեղ ես, կես ոտ ընդեղ ես, ստեղ ինչ որ պրոյեկտներ կա, կարողանում ես տեղավորվել այդ ժամանակին։ Լրիվ թարս է, հենց գնում եմ այնտեղ, այստեղից է պրոյեկտ լինում, հենց գալիս եմ այստեղ, մեկ էլ հանկարծ այնտեղից կանչում են պրոյեկտի։ Որ չի ստացվում, մի ոտ այստեղ, մի ոտ այնտեղ համատեղ է։ Ճիշտ է, մի մոտ էլ եմ միշտ տենց էլ անդադ թարս հենց գնալու վախնա գալի արել բան ինչ որ նոր պրոյեկտից առաջարկություն եմ ստանում։ Ասում եմ չեմ կարա, հենց գալիս եմ ուշալի։ Դրան ունի մի բառ, երկու բառ էլի, Zakon podlosty ասում։ Zakon podlosty։ Չկա լուծում, էլի։ Լուծում չկա։ Միշտ այդպես համընկնում է, որ երբ որ դու ուզում ես այդ պրոյեկտում լինես, այդ ժամանակահատվածում Ես Եվայի հետ աշխատել եմ Բոլոլա սիտկոմում, չեմ հիշում որ սեզոններ, բայց երկրորդ շատ լավ, շատ սիրուն կերպար էր ու շատ անսպասելի ֆինալ ունեցավ այդ կերպարը, ոչ մեկ չէր սպասում որ տենց վերջում 170 աշճան ֆռալու էր։ Շատ հավես է անցել մեր նկարահանումները, բայց ես հիմա արդեն քանի որ մենք խոսելու ենք այդ մեր աշխատանքի խոհանոցային պատմություններից ուզում եմ կամաց քեզ բերեմ այդտեղ այդ դաշտ, որ դու հիշես այդ պատմություններից, թեկուզ Բոլոլայից, թեկուզ այլ պրոյեկտներից, ինչ կա, որ ոչ մեկ չգիտի այդ պատմությունները։ Չեմ կարա պատմեմ, թե ինչերի վրա ենք ծիծաղացել շատ, բայց ունեմ sense հատուկ դեպքեր, որոնք եթերային են ու կարամ պատմեմ։ Մի քանի տարի առաջ ինչ որ երկար նախագծում էի նկարահանվում հեռուստասերիալում, դերևի գիտեք արդեն ստոպերը, որ այդքան սպասում ենք, մեր դերասանուհիներից մեկը, մեր շատ սիրելի, ասաց գնանք մեր տուն, տատիկս Գորիսից լավ արաղ ա բերել ու համել հաց ուտենք մեր համար, ասեցի հա, ինչի՞ չէ, էլի մի 3 ժամ ժամանակ ունենք, էլի մի 10 րոպե ճանապարհ է։ Արդեն հետաքրքիր է դառնում, ես ինգլիս սկսեցինք տեսար ես ռեսկի էլի։ Մեկը եղավ մեզ դες բան արել։ Գնացինք հացը դրեց, համով կերանք, դե տնական արավներ 1, 2, 3, 4, տատին 5, 6։ Ուտեն գնաց հիշեցինք, որ նկարահանման ենք։ Հիմա դե
ասենց ասած խմբած իջել ենք նկարահանման, նախ տեսարան ենք խաղում, մեր օպերատորը ասենց գրուպնի է տալի, նայում է ինձ, նայում ասենց գրուպնի ասենց համ։ Դե ասի ինչ մեղքս տակվում մի քիչ, մոտիկ գրուպնի պլան մի տուր, բայց հենց հետ, այնց տեսան էր, որ ամուսնուս բռնացնում եմ սիրուհու հետ ու պետքա ջղայնանամ հարցակվեմ այդ աղջկա վրա։ Սպանել է այդ աղջկան։ Սպանել եմ ես իրան կոնկրետ։ Մինչև հիմա որ ես իրան տեսնում եմ, ինքը ինձ ասում է հիշում ես դու ինձ ոնց էիր ծեծել ու ես եմ որ sense էйֆորիայի տակ սա ամեն ինչ բնական էր եղել ու մի հատ էլ դրա հակառակ պատմությունը կա, ավելի շուտ էր եղել։ Մեր դերասանուհի Անին Քոչարյան, դե բոլորս գիտենք, իրեն շատ սիրում ենք, ինքն էլ որ դերախաղում ինչքան է մտնում է դերի մեջ, իմ սկեսուրն էր պրոյեկտում, ասեց ես քեզ շատ կամաց կխփեմ Եվա ջան, այ սենց կգա անգամ չի կպնի քեզ, ասեցի օքեյ ու ես այնքան սենց վստահում էի իրան ու սենց կանգնած եմ որ հեսա ինքը ինձ կխփի, երդվում եմ, այսենց խփեց սենց ես կանգնած եմ, սենց գլուխս հետ գնաց։ Այ բարձր պրոֆեսիոնալիզմը ոչ թե տեխնիկայի մեջ, այլ խափելու մեջ է դերասանում։ Որ հանգիստ եղի, ոչ մի բան չի լինում, ես քեզ չեմ կպնի, բայց ես ստոպ չեմ տվել այդ ժամանակ, երդվում, երևում է սենց մատերի տեղը իմ դեմքին, ու ես ասես թեքվել եմ, ոչ թե այդ դերից եմ լացում, պիտի լացեի, այլ ցավից աչքերս գնում էին։ Ես էլ եմ մի անգամ այդպես լավ ուդար կերել Արթուրի կողմից։ Հակոբյան։ Ու ամենաբանն էլ նա որ վերջում սեցամ, բայ հորս մոչ ցաված կներես էլ ես ավելի ջարդել ցավը տանեմ ոչ չցավ։ Երա որ պատմեց այդ տնական արաղը խմելու, ես ուրիշ բաներ հիշեցի, ալկոբատելում։ Հա, ասա, ալկոբատել ենք նկարում ու խմում ենք։ Դե խմում ես, չէ՞ իրականում մենք էլ ենք։ Ես էլ եմ եղել հյուրըններ։ Ես չեմ եղել։ Ես առաջ անգամ իմիջիայից Եվային տեղ ենք ծանոթացել, ես մտքովս չի անցնել, որ Եվան կարա խմի այդքան լավ էլի, գիտես։ Հիմա չմտածեն ես խմող եմ։ Չէ, խմում լավ արումով էլի, որ չէ խմում կռի բանում էլի։ Հա, ուղղակի կարում է դիմադրի խմել։ Ես օրինակ չէի կարողանում, ես երկու բաժակից տենց գալիս էին Դե սրտերը։ մենք գիտենք վերջին անգամ մի տարի առաջ էր երբեր որ ասեցիր ոնց որ իմ հետևից գալիս են արդեն երկնքից բան, բայց 3 բաժակ էլ իմ հետևից չեն գալիս, ոչ էլ sense կարավատ ֆրացնողները։ Ինձ միշտ լավ եմ տիրապետում, անգամ նայում են իմ դեմքին, մինչև գրուպնի պլան չտան, չեն հասկանա, որ sense աչքին ինձ շատ հետաքրքիր է տատին, որ տունը որ դուք խմում եք, այն տատին կա դեռ։ Չէ, ցավոք սրտի չկա։ Դե ես արդեն մտածում եմ այդ հասե բանի մանանք։ Գնանք տնական գալու էին տնական օղին վայելելու, այսպես ասած։ Եվ նա ինչ հարց ունենք ստեղ։ Քո մասին ամենաանհետ բանը, որ լսել ես։ Հիշում ես վերջին ասածները, որ լսել եմ իմ մասին ամենաանհետն ու հա, որ ունեմ դեսպանատանը ծանոթ, որ ես վիզա եմ խփում, այդ անհետությունները։ Դե անում են գործը, բայց ես չեմ խփում, էլի։ Էս մարդը չի։ Զանգում է Եվա Բաղդասարյանի օֆիսն է, որ վիզա է խփում։ Բայց այդ ոնց ես լսել, էլի, այսինքն ինչ որ բաներով եկել։ Անգամ եղել է, որ ես եմ հեռախոսազանգին պատասխանել ու հենց այդպես էլ լսել եմ, որ ուզում են ինձ, ով որ վիզա է խփում, այսինքն ճիշտ է, որ դու վիզա ես խփում։ Չէ, որտեվ օրինակ Արտյոմը իր մասին կարա ավելի անհետ բան պատմի, տարվա մեջ մի քանի անգամ ինքը վթարից մահանում է։ Հա, տարվա մեջ չէ, բայց 4 անգամ վթարից ես, բայց օրինակ Արտյոմին է ֆանտազիան աշխատում մենակ վթարի վրա։ Ես իրանց նույնիսկ առաջարկել եմ եթերը, որ խոսքի գրեք ալմոլորակայիններ եկան տարան, ինչ որ նոր բան էլի։ 4 անգամ մեռել եմ 4-ն ավտովթարից է։ Հա։ Քո մասին ինչ էր անհետ պատտվել էլի լունձեր։ Բայց դու չէիր քշում։ Չէ, այդ այլ բան է, հա, ես կողք։ Դու Սևանում չես խեղդվել։ Չէ, դա բան էր, աբուլիկն էր։ Չէ, լավ։ Ահա, գնանք, մի հատ էլ հարց կա։ Եթե դու քո կյանքի մասին ֆիլմ նկարես, պատկերացրու դու ես նկարում այդ քոնն է։ Բացի քեզանից ով կարող է խաղա քո կերպարը։ Այսինքն ում կվստահես այդ դերը։ Ում կվստահեմ իմ դերը։ Հա, դու չես խաղալու։ Ինձանից լավ իմ կյանքի դերը ոչ ոք չի խաղա։ Всё правильно фильм։ Չէ, բայց կյանքի դերը, կյանքի մասին է։ Հա, Եվա Բաղդասարյանի մասին նկարվում է ֆիլմ եւ գլխավոր հերոսուհին ով Խաղար Էմիլը։ Վստահ եմ Էմիլին։ Վստահ եք Էմիլին։
Դու լավ խաղաս դու գիտես։ Հա պրոստը կամեդիա էր դառնալու։ Հա, Բայց Իսկ ինչ տրագիկամեդիա։ այս դեպքում կամեդիա չէր լինելու։ Դե իմ դեպքում այնա որ ես բանկին էի խաղալու, աղջիկ էի խաղալու, արդեն արդեն խնդալու խնդալու է, էլի։ Այս տարվա պրոյեկտ գծեցինք։ Հա։ Եվ անֆիլմաննկարում իր մասին Եվ իսկ եթե մի քիչ ավելի հետ գնանք, ես հետաքրքիր էլի կներեք որ Հա ինքը հին մարդ է, հետ է գնում։ Դու մասնագիտությամբ Դերասանուհի։ դերասանուհի ես, այսինքն սովորել ես թատերական ինստիտուտում, Ես որտեղից թատերական ես սկսվել ինստիտուտը ես։ ցավոք չավարտեցի։ Գնացի Նյու Յորք։ Այնպես ստացվեց, հա, որ չստացվեց հանգամանքները, որ ես ավարտեմ, բայց Այսինքն կիսատ մնաց, հա, կիսատ մնաց, բայց ամեն դեպքում դիպլոմը չի որոշում դերասանու, հա։ Ես համաձայն եմ։ Հա։ Բայց շատ կուզենայի, եթե այդ բացը լրացնեի, հետագայում ժամանակ լիներ, մեծ սիրով կշարունակեի։ Այսինքն ուզում եմ հասկանամ էլի առաջինը ո՞նց եղավ, որ դու մտար Ասպարեզ։ Որտեղից սկսվեց, էլի։ Առաջինը սկսվեց հենց 16 տարեկան էի, այդ ժամանակ կաստինգ ստուդիաները նոր էին լինում, Ադնակլասնիկով միամիտ տեսնում եմ, որ փնտրում ենք դերասանուհիներ, հեռուստասերիալներում, տեսահոլովակներում, գնացի գրանցվեցի ու հենց հաջորդ օրը սկսեցի առաջարկներ ստանալ։ Առաջին հեռուստասերիալս եղել է հրեշտակների դպրոց նախագիծը, որտեղ մոտ մի 2 ամիս նկարահանվեցի, որից հետո միանգամից գլխավոր դերը ստացա արդեն եռաչափսեր հեռուստասերիալում, ու ես դեռ այդ ժամանակ սովորում էի համ դպրոցում, համ նկարահանվում էի հեռուստասերիալում։ Ու այնպես չէր ընդունել։ Չէ, դեռ հա։ Դպրոցական։ Այդ տարիք։ Այդտեղից որոշվեց, որ ես ուզում եմ դերասանուհի դառնամ։ Այդտեղ էի ես հետ գնում, էլի, այդ ոնց է սա։ Շատ հետ էի։ Հա, շատ ավելի հետ է եղել, մինչև ինստիտուտն է եղել, էլի։ Այդ ամեն ինչը։ Իսկ քեզ ո՞րն է սրտիդ ավելի մոտ։ Այդ երկարատև սերիալները, որոնք դրամատիկ են, սիթքոմ տեսակը, որը որ հումորայինի ո՞րն է քո դու որտեղ ես քեզ ավելի լավ Հիմա զգում։ ավելի շատ ինձ տեսնում եմ սիթքոմներում, քան ավելի երկարատև հեռուստասերիալներում։ Ժամանակի հետ կապված թե Համ ընդհանրապես քո ժամանակի սրտին հետ մոտ կապված, համ էլ շատ հոգնածնող է արդեն նույն կերպարը մի տարի անընդհատ քեզ տեսնեն։ Իսկ սիթքոմը, որ ավարտվում է, անընդհատ տպավորվում է։ Ինձ թվում է ժամանակն է, որ մեր արտադրողները արդեն վերջացնեն այդ երկարատև սերիալների արտադրությունը։ Դե բայց արդյոք մի ռեյտինգ ասա։ ունենում լավ է Մի գնում։ ասա, բայց նայում են, բայց երկու տարի մարդիկ նախագիծ են նայում։ 16 մասանոց ֆիլմեր լավ հաջողություն է գրանցում։ Հիմա մենք լավ չի որ խոհանոցի երկրորդ սեզոնն ենք։ Ա շատ լավ է, տեսնեն սեզոնները հարմար է, բայց այն որ չգիտես այդ ճակատագիրը այդ սերիալի երբ է վերջանալու էլի։ Դե բայց նայում են։ Այ մարդը օկերակի չի։ Իսկ մի բան է արծեմ, որ միշտ տենց դերասանները կամ հայտնի մարդիկ միշտ ունենում են նաև հեյթերներ, չէ՞, որ տենց կա։ Օրինակ, եթե դու քո հեյթերներին հավաքեիր տենց մի սենյակում սաղին, ինչ կասեիր իրանց։ Նախ որ այդ երկարատև սերիալում նկարահանվում է, դե միշտ բացասական կերպար եմ խաղացել ու ես միշտ ուզեցել եմ որ բացասական կերպար խաղամ, քանի որ ինձ համար ավելի շատ խաղարկային են բացասականները, քան հերոսուհի։ Չեմ սիրել հերոսուհու կերպարները։ Վայ Աստված ջան, եթե ես բոլորին հավաքեի ու ես այդտեղ լինեի, ինձ թվում է բոլորին ինձ կսպանեին, որովհետև եղել է մի դեպք, երբ սուպերմարկետ եմ այցելել, մի հատ տատիկ ինձ տեսավ ու ինչքան տարող ոնց այդ բառը տարող ես էլ եմ Տարողությունը տոպրակի մեջ ինչքան տարող մի խոսքով դա տալիս են իմ գլխին, որովհետև շատ էր մնացել դերի տակ ու ինքը ինձ անիծում էր կոնկրետ, որ ես այդ կերպարը խաղացել եմ, բայց ինձ թվում է դրա համար ես մենակ պիտի միշտ ուրախ լինեմ, որովհետև ուրեմն ստացվել է, ուրեմն մարդը եթե հավատացել է, չէ, եթե հավատացել է մարդը, որ դու ես, ընդեղի դուն ես, այն աղջիկն է, այդ նշանակում է որ ստացվել է, Իսկ հավատացել։ ես հայկական TikTok-ից այս բանից չես ներվային անում։ Ես աշխատում եմ չմտնել TikTok։ Իսկ ո՞րն է քեզ ամենաներվայնացնողը, ինչի համար չես ուզում մտնել։ Օրինակ ես էլ եմ տենց, ես էլ աշխատում եմ չմտնեմ ընդհանրապես, որտեղ ինձ լիքը ներվայնացնող։ Նախ ժամանակի առումով ժամանակ չունեմ մտեմ TikTok թերթեմ, երկրորդն էլ այնտեղ չգիտեմ, չեմ ուզում ինչ որ օրինակներ բերեմ, բայց ինձ դուր չի գալիս այսօրվա TikTok-ը ինչը կատարվում է։ Մակարդակը ուրիշ է, էլի չէ, որ տենց շատ
Կոնտենտը, հա։ Վատ բան, չէ, ընդհանուր էլի, որ նայում ես, օրինակ ինձ էլ տենց դուր չի գալի ու ես էլ եմ աշխատում, այսպես հեռու մնամ, որտեղ հիմնականում ներվայնացումը քանց թե ինչ որ չգիտեմ, պաուչից։ Ուսուցողական ոչ մի բան չկա, որ կարողանաս, օրինակ Instagram-ում լինում է ուսուցողական, մտնում եմ երեխայի հետ կապված ինչ-որ բաներ եմ նայում, սովորում եմ, բայց TikTok-ից ոչ մի բան չես կարող քաղալ։ Ընկերներ, ինձ թվում է, լավ ասի, չէ։ Ընկերներ, լավ, 90-ական թվականների Տավարիշ։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր այդ սոցիալական կայքը ունի իր դիտողը ու ոնց որ TikTok-ի մասան, ասենց ասեմ, ուրիշ մի հատ ժողովուրդ TikToker-ները էլի։ Ոչ թե TikToker-ները, դե TikToker-ները Մասնագիտությունը մասնագիտությունը էլի դարել։ Բայց կա տեղ կենտրոնացած մարդիկ կան, որոնք որ կենտրոնացած են Instagram-ի վրա։ Եվ մարդիկ կան, որոնք որ Facebook, դրանք տարբեր մասան են։ Ասենք կարա նույն reel-ը լինի եւ Instagram-ում եւ TikTok-ում, այդ reel-ին լրիվ տարբեր մեկնաբանություններ լինեն։ Ստեղ դրական, ստեղ լրիվ բացասական։ Նույն բանը նույնիսկ մարդիկ փողոցում որ քայլում են, օրինակ Սարյան փողոցում քայլում են լրիվ ուրիշ տեսակի մարդիկ, Հյուսիսայինում քայլում են լրիվ ուրիշ տեսակի մարդիկ։ Մասիվում լրիվ ուրիշ։ Մասիվում լրիվ ուրիշ տեսակի։ Մասիվ ասեցիր, հիշեցի, էլի, քանի որ հիմա Նյու Յորք ասեցիր, այտենց զուգահեռներ եմ տանում, էլի, Մասիվ Նյու Յորք, Երևան։ Չէ, շատ մոտիկ է, շատ եմ խոսում։ Չէ, հետաքրքիր է այդ զուգահեռները ոնց է։ Միշտ խոսակցություն է գալու։ Դե իրար կապած են։ Ես համ Մասիվից եմ, համ էլ Նյու Յորք։ Համ էլ Նյու Յորքից ես, համ Երևան։ Տեսար ես զուգահեռները ճիշտ է, տեսնում ես։ Նյու Յորքում նախ որն է քեզ ավելի սրտին մոտ, այնտեղ մնալը, այնտեղ ապրելը, ստեղ Հայաստանը որն է քեզ ավելի սրտին մոտ եւ երկրորդ ընդեղից ինչ որ առաջարկներ կարող է լինի Նյու Յորքից ինչ-որ։ Աստված տարես, ասելուց հետո առաջարկներ լինի, բայց չեմ դիմել որևէ ինչ որ կաստինգ կենտրոններ, որ առաջարկ լինի, չգիտեմ, երևի որ դիմում հնարավոր է։ Այդ առումով Նյու Յորքը չեմ ամենաքաղաք հետաքրքրվել։ Հա։ Հա։ Ինչի։ Դե ինձ թվում է Կինո չեն նկարում այնտեղ։ Դե ոնց չեն նկարում, բայց Հոլիվուդ։ հիմնականում ինձ թվում է ավելի այդքան ռեալ չի Նյու Յորքում նկարվել է։ Ես կասեմ ձևը քեզ։ Չէ, գիտես ոնց է, ռեալ է, ասենց ասեմ, ուղղակի բան է, մասսայական տեսարաններում ես ընդգրկվում, մինչև որ ինչ որ քեզ դրանից ինչ-որ բան ներկայացնես կամ ասենք ռեժիսորը նկատի քեզ ծիպաշ որպես իրան հա ինչ-որ բան, բայց դեպի լավ լեզու իմանաս, սլենգ չունենաս։ Իսկ ապրելու տեսանկյունով ինձ համար միանշանակ Հայաստանում չգիտեմ, չեմ կարողանում ինտեգրվեմ այնտեղ, հա։ Մենք այդքան էլ Նյու Յորքում չենք, կողքը Նյու Ջերսի ինքը էլի շտատ է, հա, ավելի հանգիստ, սեփական տներ, գեղեցիկ հեքիաթային այգիներ, անտառներ։ Հետաքրքիր ինձ թվում է ես այնտեղ կապրեի 50-ից 50 տարեկանից հետո, ոչ թե այն տարիքում, որ հիմա եմ ու ասենց արյունը եռում է։ Իսկ հայ հարևաններ ունեք։ Չկան հայ հարևաններ։ Ես լավ ընկեր ունեմ Նյու Ջերսիից։ Ծանոթացնեմ հարևանություն արեք, ջաջալիկը։ Այս վերջում հանդիպեցինք եկել Ջաջալիկը Նյու Ջերսի։ Ջաջալիկն այն Ջաջալիկը ջաջալիկը հանդիպենք։ Այ ջաջալիկի տարիքին բդիլնի որ Նյու Ջերսի դուրս գա։ Ջաջալիկը կփաստի որ հրաշալի է տարիքի համար այնտեղ ապրել։ Տանից դուրս ես գալի եղնիկներ են։ Ես ուզում եմ եղնիկները։ Դե դրա համար էլ եւ բան է, էլի, հրաշալի է։ Հայ հարևաններ չկան, հարևանները եղնիկներ։ Բայց ես մեկա եղնիկները ու այդ հրաշալի այգին չեմ սիրում, մեր փոստերը, մեր պրոբկաները։ Չլեցեք այդ փոստերը։ Որովհետեւ մերն է իրականում էս դա անգամ այդ փոստերը եւ այդ պրոբկաները։ Այդ փոստերը չլեցեք, որ մարդիկ գան Նյու Յորքից։ Այո։ Սիրում են մեր։ Գալու ենք ուժեղ եղնիկի խորովածում։ Սա խորիկի է։ Ոյ, մեկ էլ մի հատ sense հետաքրքիր բան պատմեմ, քանի որ ես որսորդ միության անդամ եմ։ Միա։ Ունեմ հրացան իմ անունով, բայց երբեք կենթանին վնաս չեմ տվել։ Ես սիրում եմ շիշ կրակել իմ համար, հավեսի համար։ Բան, բայց կենթանի չէ։ Որ գնացել ենք առաջին անգամ Այնտեղ նու եղնիկներին տեսա ու նայում եմ ուշադիր ամուսին ասում եմ մի հատ հրացան չկրակես ասի չէ ես կյանքում վնաս չեմ տա։ Այսինքն տիրապետում է զենքի։ Միանշանակ շատ ֆանտաստիկ ձևով։ Ես եմ մի հատ այնպեսի հոլովակ ցույց տալ որ որը չի կարելի ցույց տալ, հա։ Չէ, կարելի է ցույց տալ իմեջում կա, բայց չգիտեմ, կարող մտածեք որ դա ինչ որ AI-ով սարքած է։
Դե այսօր տենց է, ինչ լնում ասում են AI-ով է սարքած։ Դե սիրելի ռեժիսորներ եւ պրոդյուսերներ հաշվի առեք, որ նաեւ Եվա Բաղդասարյանը ունի այդ ձիրքը գրակելու, այսինքն կարող եք նաեւ այդպիսի հայկական բայվիկների մեջ Ոևիկում նաեւ կարող եք շուշուտ գնալու է Նյու Յորք, տենց երկարաժամկետ պրոյեկտներով չհրավիրեք եւ այն քիչ 16 սերիա, համով սիտկոմներ լինի։ ու իմիջիալից եթե չհրավիրեք շուտով ինքը գնալու է սկսի այնտեղ Հոլիվուդում նկարվել, նաեւ դուք եք կորցնում ժողով։ դուք եք կորս։ Դա ձևերն է, էլի, տենց շանտաժի ես Երկիկների վրիժարուն բան կարելի է նախ ինչա նա ասում Բեռնագիր ընտրել Արտյոմ Այո, դուք ստեղ եք այո, քանի որ մեր հանդիպումը 2 տարի առաջ էր, չէ՞, ոնց որ 2 տարի առաջ էր նկարում ենք ու ես այսօր իմացա որ Եվան մամա է մի երկու բառ հələ պատմի ոնց է այդ ինչ է նշանակում այդ մաման այդ ճուտիկը քեզ թողում է դու գնաս ստեղ ընդերսիոն կեկի մարդ մուրդ կրակելու բան Ամենը թողնում է քանի որ իմ մաման շատ է օգնում երեխայի պահելու հարցով բայց հիմնականում ազատ ժամանակ անցկացնում երեխայի հետ Այսինքն բանա որ ասում եմ եթե իմանայի ասենց քաղցրալնելու շուտ ավելի շուտ կունենայի քան 31 տարեկանում հրաշքա չեմ կարող որ բարեր չկա նկարագրելու Քո այդ տանում բերում ես այդ Չէ, դեռ շատ փոքր է, 4 ամսական կլինի, աշխատում եմ շատ տանից չհանել հիվանդություն, վիրուս, որ այդ ամենի զերծ պահեմ։ Որտեղ տանում բերում ես, ես Նյու Յորք էլի, Նյու Յորք, ինքը այնտեղ է ծնվել։ Տանել բերել է այդ Միանշանակ, միանշանակ։ Ես մտածեցի նկարահանումներ հաղորդումներ կամ գործի, այդ բնական, բայց Նյու Յորք պետք է տանի։ Այսինքն հիմա այս տարվա պլաններում դու ուզում եմ հասկանալ երբ ես գնալու։ Հունիս։ Կհասցնես մի հատ սիտկոմ նկարվես, էլի։ Շատ վրա սիտկոմ է։ Հասցնեմ, չէ, նկարում։ Շատ վրա սիտկոմ է պետք է։ Միտեղ բանալա, շատ վրա սիտկոմ է պետք։ Իսկ փոքրիկի հետ կապված ծիծաղելի, ծիծաղաշարժ բաներ պատմություններ չկան։ Դեռ չէ, դեռ շատ փոքր է, հələ կհասցնի։ Չի ասել, հա։ Հասկանում։ Որտեվ մենք ոնց որ ասում ենք որպես փորձառու երեխաներ մարդիկ մեր կյանքում տենց բաներ եղել են, էլի։ Մեր էլի փոքրիկ է։ Դե պատմի ինչ է եղել։ Ես եղել եմ որ ծովափում կորցրել եմ մեծ տղուս։ Կորել է։ Ո գիտես ինչ ստրես էր, ես մտու, ասենք տենց բան տղեր չկա էլի։ Երկրից դուրս ծով։ Բան ենք Վրաստան ենք գնացել փոքր էին էլի իրանք։ Հա, մեզ էլ այնտեղ բարեկամներ հանդիպեցինք, նրանց թորնել էր իրանց հետ։ Հա, այդ երեխան մի քիչ իմինից մեծ էր, 2 տարի, բայց ինքը Վրաստանի բնակիչ էր, ինքը վրացերեն խոսում էր, անգլերեն խոսում էր։ Հա տենց իրար հետ խաղում են, բան չգիտեմ, մենք նստած ենք այդ հյուրանոցում ու պատրաստում ենք ինչ որ տեղ գնանք, ու այս երկուսը չկան, կորեցին։ Ման են գալի, բան չկան, հետո պապա ասեց այդ թորան, որ առավոտվանից ինձ ասում է ծով գնանք, ասում է աչքից գնացել են ծով։ Դե ծովն էլ դիմացի մայթը պետք է այդ շոշը անցնեն եւ այլ ինչ որ անտառի մեջով գնային ծով ու չկան երկուսն։ Ինչ տարիք էին այդ որ։ Դե հրայրս այդ ժամանակ երևի մի 5 տարեկան, 5-6 տարեկան, նա էլ երևի 7, էլի տենց։ Մի քիչ երեխեքի վրա GPS պիտի դնես։ Դուք չեք պատկերացնում, ես այդ ծովափում այդ դե արդեն մտածում ես վերջ, դե որտեղ որ չես գտնում, մտածում ինչ է, վատագույնն ես դու մտածում։ Գնացին ծովը, խեղդվեցին, չկան երեխեք, էլի ինչ պետք է մտածես։ Այդ դեպքը եթե Ամերիկայում լիներ, քեզ կզրկեին հայրական իրավունք։ Հա, բոյ։ Էդի կնոջս կասես, որ Իրանը մայրական է։ Այդ պայնում էր, թող երեցիկին նայ։ Չողակի մտնելով չի անցել, էլի։ Ու այն որ գիտես մենք շատ ենք ոնց որ ես կինս այդ մեր բարեկամներ իրենց ընտանիքով նրա մաման papan հետ ու բոլորս տարբեր բաներ ենք բաժանվել ու գոռում ենք ման ենք գալի ու ես sense ջուր վրես քրտինք բան ձենս կտրվել այնքան եմ գոռացել էլ ինչ պատմում եմ ժողովուրդը լողափները այդ մարդիկ sense նայում են այս աննորմալով էլի դες վազելով գնում գալիս է ինչ ա ուզում ինչ լեզվով ա գոռում ինչ անում բանը մազերը սպիտակում արդեն էլի Տենց ինչ որ բան մեկ էլ զանգ եկավ հեռախոսից, այդ մեր բարեկամը ասեց, արի գտնվել են։ Շատ խնդալու տեղում են եղել իրանք։ Բանը պատրուլ է, ոստիկանության ավտոն բերել է իրանց, ասենք ինչ էս լինում էլի ոստիկանության մեքենան բերել է, ընդհանուր առմամբ իրանք կորել են, գնացել են կողքի խանութը բան առնելու, չգիտեմ ինչ առնելու, հետո մի քիչ քայլել են ու տեղը կորցրել են մեր հյուրանոցի, տենց գնացել են այդ գծով, եկել են, գնացել են, մինչև պատրուլը նկատել է, այդ երեխան էլ դե վրացերեն խոսում է, ասել է որ մենք կորել ենք, իրանց նստացրել են մեքենան, այդ ընթացքում տարե բերել են, որ իրանք տեղը կողմնորոշվեն ցույց տան, եթե իրանց մինչև պատրուլը տանում բերում է, մենք այնտեղ ծովափում, մենք sense կոտորում ենք, մեզ երեխա։ Ծովի ջուրը հանել տվել են, բա եւ այլ։ Ծովի ջուրը հետ է տալի ման։ Որ ասում
Այդ ժամանակ արդեն Բայց ստրես է, էլի, ապա իսկականից ես ուզում սպանես։ Այ որ գիտես ինչ է որ ասում ես, ինչ արեցիք, ստրես է, լուրջ ստրես է, էլի։ Հա, բայց հիմա խնդալու Բելը մազեր չի սպիտակ է։ Բա ասում ես, այ ախպեր։ Եվի մազերը երբեք չի սպիտակ։ Նետ է, գների մեջ է դա։ Լավ, հիմա գևը չի մեր հյուրը։ Բայց իրականում ես չէի հյուրը, այս ուղղակի հիշեցի, ոնց որ զորեցի պատմեցի։ Սկսում ես հարցեր տալու։ Գև իսկ Եվ որ միշտ պատմություններ է պատմում, միշտ ծովից անախ պատմում, երեխաներից։ Իմ տարիքի համեմատ տես բաներ։ Ասենք լավ չի որ ճնշումի ապարատից չեմ խոսում, ասենք տես բաներից եմ խոսում, էլի։ Գնանք մեր երաշտական սվիստոկին։ Գնանք։ Էդու մասին։ Հա, գնանք իհարկե։ Եվ ջան, sense մի հատ ոնց որ խաղ ունենք, պետքա այստեղ այդ բադիկի մեջ տեղադրված է այսպիսի մի գործիք, որը կոչվում է պզիկ, շվիկ։ Եվ իրան նաև այս հետ առաջ տարբերակով լինում է մի հատ Ես փորձիկ։ կարամ բնական անեմ։ Բայց ինչ է իմաստը, պետքա ինչ որ մի երգ սրանով շվշվացնես, պզպզացնես, որ մենք կարողանանք գուշակել ինչ երկեր դա։ Ինքը քանի որ բան է, նոտաներ չունի, տենց մի քիչ դժվար է իրանով։ Ոնց անում ես։ Իսկ ոնց է պետքա գուշակեք իոքուտ ձեզ, թե իոքուտ ինձ կլինի, եթե գուշակեք։ Իոքուտ մեզնից ով կկարողանա Չէ, բայց հնարավորինս մոտիկ պետք է անես, էլի։ Հա, այսինքն չէ, ոչ թե այստեղ միտք այնա որ նենց անեմ, որ չգուշակեն, նենց անեմ, որ գուշակեն, էլի։ Հույն եմ երկի։ Որովհետև իրականում բան է, էլի։ Պատկերացնես վերջին պարզման նոր երկ է, ինքն է գրել։ Ոչ մեկ չի լսել։ Տեր ջան, իմ հեղինակային երգներ, ես դրա համար նվագեցի, երկեցի։ Արևի շողերի։ Հա։ Ինչ որ ցանկալի հիթային բաներ, որ Կարամ։ Գնացինք։ Զգուշ։ Ոյ։ Չէ, փորձարք եմ հա, որ ասում են հեշտ չի։ Հեսա մի Ինքը որ մի նոտա է։ Չէ։ Բարդ է։ Դա անկեղծորեն բարդ է։ Մի արա, հիմա որ անում ես այդ բաները, չէ։ Ինքը ուրիշ նոտաներ խառնում է, ուրիշ նոտաների մեջ է։ Ես ուզում եմ գուշակեմ այս նորովանը ուղղակի։ Նորվանը չես կարա։ Ահա։ Ռեպ է։ Չէ, գիտես ինչ երկա։ Մեզ մի հատ հուշող բան հայկական էստրադայից է։ Հայկական չի։ Արտասահմանյան էստրադայից է։ Շուտ բա։ Ու հիթային բան, Հա, հա։ արտասահման ռուսական։ Ռուսական։ Ախե, ռուսական երկերը սա նույնն է։ Չիստուշկա է։ Մայստրո, ասա, էսի իմ ու Էմիլի գուշակելիք բանը չի։ Մեր մայլան տիկոն էր ասում ռուսական երկերի համար, ասում էր մինչև առավոտ 11-ը 4-ից sense երկը գրեմ։ Սա նույնն է։ Տարարարամ, տիրարարամ։ Ահա, մոտես, Իմ համար անգուշակելի երգա, չնայած որ ես ռուսական Ես իսկում այս դաժից երկը չգիտեմ էլ։ Չես կարող։ Ես ասում եմ վերջու պարզվելու է Եվայի հեղինակային երկը։ Չէ, շատ հեշտ եկա։ Ostrov, ты одинокий остров։ Անչե, օստրովի հետ կապ ունի, Բայց ագուծին էր, տեսա՞։ Ագուտին չի, չէ։ Չէ։ Կարամ հետը նվագի։ Հա, ինչ կարաս սա արա որ մեր համար Բայց 6-ուտ է նվագելու է ռուսական, էդի է խնդալու։ Հա, բաննա, ոյ, բաննա։ Դե ասա, բաննա։ Здравствуйте, Իրան жизнь легко и просто։ Չուգա չանգա։ Չուգա չանգա։ Էմիլը մաղաձ։ Չեմ կարա այս օրը չի կարա, չէ չի լինի։ Հա, բայց դրսով Բառ իհարկե է դոնտրել եւ դա վեր արտադրելու համար Եթե ես օրինակ չէի կարա այդպես անեմ, որ հասկանան։ 1-0։ 1-0։ 1-0։ Կարաս մի հատ էլ նենց է։ Նայ, նաև կարող ես դու հուշումներ անես որոշակի ժեստիկուլյացիայով, այսինքն այդպիսի երգ լինի, որը որ օրինակ երկի նման ինչ որ բան։ Մեր յուրերից մեկը օրինակ կարողացավ այդպես շատ սիրային երգը, իր դեմքի ժեստիկուլյացիայով մենք հասկացանք անգամ երգիչը ով է։
Էստա խուլ երկա ես արդեն հայացքից զգացի։ Կորավ։ Վերջ։ Փորձրինք մենք մեր շվիկը։ Սվիստոկը կգտնենք երեկոյան։ Բռնի։ Բռնել ես? Վերջինը բռնի, հա։ Դու ես բռնել, մենք չէ։ Մենք չենք հասկացել էլ ինչի մասին է խոսքը։ Հայկական Այո, էստրադային է։ Այո։ Երկիչին ասած որ է։ Հին, տես լավ։ Երկիչ ով է։ Ձախարդ։ Սախարոտ։ Բայց գոնե շարունակությունն էլ էլի։ Չէ, շարունակություն շատ բարձր, սրանով չի լինում, ճշումս է լավ։ Ես վերադարձ։ Անկամ հուշում եմ եւ նա կռահեց, բայց կռահեց մհերը իրականում, բրավո մհեր։ Всё լավ, դուք նվագել չգիտեք, թարգեք ես արը։ Չէ, բայց կան երգեր, որոնք որ օրինակ բան է, հեշտ կլինի կռահել էլի։ Ես վաղճակում վերջում ես բադիկները տանկեվային, ինքը կկրակի հետո Միշենի տեղ։ Բադերին։ Մի անգամից կրակել է, թող տանի իր ճուտիկին ճուտիկ է տա։ ճիշտ է։ Մի անգամից կրակի։ Տես բարի մարդը ոնց է երևում, դու բարի դեմքով, չար հոգով։ Հա, ես պրոստը 3 երեխա ունեմ, գիտեմ էդ ինչ։ Այդտեղից գիտես, հա։ Երեք աղջիկս կողքի սենյակից գոռում է հələ արի։ Հետո Մեծ մարդ եմ, ասում եմ դու արի, ասում եմ չէ դու արի։ Հա, ասիվ տես բան ճռճռում է սա, տես մի ձև ճռճռալով պարկել եմ, ասում եմ հələ արի, չէ դու արի։ ճիշտ մոտեցումը վերջ գնացի։ Հա, բայց Հարցը լուծվեց։ աղջիկա։ Հա, Աղջիկ։ հա, ճիշտ մոտեցումը ես Տղա ալեր կասեի գնա է։ Հա, Ամենախնդրում որ մենք ենք շփվում, Էման вообще չէր խոսում։ Հա տղեկ ջան, ուրեմն այն օրը բանը։ Ուրեմն Մենք ենք էլի։ Այո, Եվա ջան, sense մի հատ հարց, լուրջ հարց։ Չէ, իրականում թատրոնում փորձ ունեցել ես դու խաղալու, հա? Սունդուկյան թատրոն։ Սունդուկյանում խաղացել ես։ Փոքր ինչ դերեր, բայց ունեցել եմ փորձ։ Իսկ ինչ դեր կուզեր, այսինքն մենակ թատրոնի մասին չեմ ասում, էլի, ֆիլմի մասին էլ, ինչ կուզենայիր խաղայիր։ Որն է քո ցանկությունը։ Կուզենայի բայևիկ ֆիլմ նկարվեր։ բայց էլի բացասական կերպար լիներ։ Չէ, բացասական չէ, կարար լիներ ինքը ոնց որ ասած ոնց որ Կարալևա Միչեի էլի, այդ տենց որ ոչ թե ինքը հերոսուհին է, այլ ինքը սաղին փրկողն է ինքը։ Այսինքն պատմական ոճի, ավելի տես թրերով, ոչ թե տենց զենքերով, այլ ոչ թե պատմական այդքան, հա, ինչ որ կամ ավելի ժամանակակից։ Լավ թանգնոց պրոյեկտ ես ասում։ Հա, տենց դվանոց պրոյեկտներ։ Գոր Վարդանյանի ականջից հերո։ Հա։ Այդպեսի։ Դե ինքն է էլի սիրում բայվիկներ բան։ հա, բայևիկ Ուրիշ ունենք բայվիկ ժանրի նկարող այսօր Չէ, Չակ Նորիսներ մեռավ։ Մերավ, հա, այդ եմ ասում էլի։ Ուզում եմ հասկանամ, այս տարի մենք եւ այն եթերում ինչ որ մի պրոյեկտում տեսնել ենք, թե չէ, Ամերիկան էս ինչ արեց այս մարդուն։ Չի կարողանում։ Եթերում հիմա էլ կարակ նայեք։ Այս Նախագծում եմ։ Չէ, նախագծում եմ մասնակցել։ Ինչ նախագիծ է։ Կարամ ասեմ։ Հա, Arm Games նախագծում Խաղ։ հա։ Հա, խաղ։ Խաղ reality show ավելի շատ, ոչ թե խաղ, հա։ Այդտեղ մասնակցեցի ու դեռ հələ որ Հələ գնում է։ տարին սկսել։ Հա, դեռ գնում է։ Այսինքն հələ մրցակցության մեջ ես։ Հենց է կողո հաղթես։ Դե հաճամ բան շատ ճակերտները մոծեն։ Իսկ պանտայմայի հետ ոնց ես։ Լավ։ Վերեք խաղանք։ Ոնց որ Ռուսաստանում ավտոբուսի կանգառում կայնացել ենք։ Լավ, Էմիլը լավ ասում արդեն։ Դու վստահ Էմիլը ասում է, հա։ Հա։ Դի արդեն գերդու ես։ Ինչ գործել դու։ Ես հասկանում եմ ինչ ես ցույց տալի, բայց բայց չկա։ Ինչ է դա նշանակում։ Հասկացա, իսկ այդ որ չէ լավ։ Ծամ։ Ինչի ասա։ Չգիտեմ որտեղ Դե որ չխոսամ։ Հա, աղջիկ։ Էտո ասեց պաչես է։ Հա։
Մազեսում մազնա։ Խանդոտկին։ Հա, մոտիկա։ Մինչև կինը։ Խանդոտը չէ։ Մինչև կինը։ Ընկերուի։ Ոյն բացատրել եմ։ Հա, Ընտի։ Դա քանդոտ ընկերուի։ Այո։ Արա, ես սիրացի վրա եմ вообще գնացել որ Ես չեմ կարա ես։ Հələ նայ։ Գեղամալ լեռնաշղթա ասեմ։ Իսկ գեղամալ լեռնաշղթան շատ հեշտ ցույց կտամ, բայց եսի հնարավոր չի։ Նայ։ Ազգային ժողովի նախագահ։ Բայց Հետի հասկացար, չէ՞ ով է։ Ինձ թվում է ինչ հասնի Եվային, սա լրիվ այլ պատմություն է լինելու։ Լրիվ այլ։ Բայց ինքը բան է, էլի տենց այն որ Մենք կարանք եւ գնանք, մենք կարանք գնանք կոֆե խմենք, բան, որ չգիտեմ, էլի ասենք։ իրա մասին։ Հալալա, լուրջ եմ, այդ ի՞նչ թույն Շատ պատմություն։ ընկեր գեղամալ լեռնաշխարհը շատ հեշտ կարեց ցույց Հա, ուրեմն ես երկրորդ բառը գիտեմ ախպեր, բայց առաջինը չեմ կարող բացատրել։ Դե իմիշ բացատրելա, բացատրի, հետո էդ էլ ես իմ դարդենը որ էլ ես այսքանն է պիտի Եվային Սաղից բացատրեմ։ խնդավն էլա որ այնտեղ պետք է ստանանք պատասխան։ Հա։ Չենք ստանալու։ Ահա։ Ահա, այդ լավ է սակի։ Համել։ Աստղ։ Հա։ Բայց թե ինչ։ Այդի ոչ քեզ չենք ժողում։ Այ ես կարամ էտի, ես արդեն ջոգել եմ։ Դե դու բացատրի որ կարաս։ Դու այդքան հասկացել ես։ Այդքանն եմ ես հասկացել։ Էտա։ Հա, ես ջոկինգ ես ասում։ Չէ, Ուրեմն նայ։ Չէ, Էդի չի, հա։ Չէ, չէ։ Ուրեմն էդի չի ցույց եմ տալ այն ինչ որ ինձ ցույց է տվել Էմիլը։ Ես նկարում։ Սկանդալային աստղ։ Հա։ Սկանդալային աստղ։ Չեմ հավատում։ Էй լավ դե։ Պայմանավորվել եք։ Ես այդ սկանդալային բարի վրա ծերացա, չգիտեմ ոնց։ Պրոստը Ինչից վերցրեց։ Ոնց ախպեր ինչից։ Տոշնից ուստը։ Տոշնից ուստը որտեղ ես ջոգել եմ ինչ։ Ես ջոգեցի, որ սենց արի։ Սկանդալ, սկանդալ ես սկանդալային։ Եվաջա շատ մերսի որ եկար։ Կարոտել էին։ Ուրախ եմ որ քեզ տեսա ու շատ կուրախանամ որ էլի տեսնեմ Հայաստանում քեզ տարբեր պրոյեկտներում։ Էլի շնորհակալություն ու շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև մեր հովանավորի կողմից, Սարլի ընկերության կողմից այս սիրունությունը Էմջան դուք փոխանցես։ Նայ երկու մեծ մարդ չեն կարողանում այդ մեր դե ինչն է ծանր, դե ծանր։ Նա Եվան մի ձեռով պահում է, ծանր։ Սրա ծանր։ Տեսա։ Ձևերը կտապում էլի։ Ահա։ Գիտես ինչա։ Մո։ Մոտ էս, բայց մամ չի։ Գուշակի։ Դե գուշակի։ Ստեղ համի Օճար։ Այո։ Այո, օճար։ Այո, օճար։ Եվ այստեղ գրություն կա, ինքդ կարդաս թե քո համար բարձրաձայն եմ, հա? Ես կարդամ, դու կարդաս։ Ամեն գարուն ինչքան ծանոթ, այնքան նոր է ու ցանկալի։ Ամեն գարուն մի նոր ձայնով ու նոր սիրո պես է գալիս։ Գևորգ Էմին։ Քիչ ռոմանտիկ էլի կարդալ։ Չգիտեի ինչա գրած, դա առաջ անգամ էի կարդում։ Բայց ինքը հուշում է, որ սա կանանց մի ամսյակի պատկերացրեցիր։ Եվա ջան, ի սրտե շնորհավորում ենք քեզ Շնորհակալ եմ։ Ապրես շատ։ կանանց գեղեցիկ տոների կապակցությամբ։ Մերսի ձեզ հաղորդման համար։ Ինձ հիմա մենակ մի հատ հարց է տանջում, ոնց եմ ես լողանալու։ Չէ, բան է, կարկա չմեջից հանում ես, այն ձեր կարուցը։ Հատ տարբերակով կարելի է իրանով լողանալ լվացվել։ Հատ տարբերակով։ Ասես Հատ։ Չէ, ես առաջարկում եմ մնա։ Մնա։ Մեկը այն որ ասում է չփիչացող բան է, էլի։ Մեսի ջեմ հետաքրքիր զրույցի համար։
Stop։